Դարսի օրակարգում էլ չկա վեհապարի փոփոխության նոր կապակցության։ Հիմա ես պետք է պատասխանեմ այդ հարցին։ Իհարկե չկա։ Իրենք են այդ հարցը Իրենք նման պահանջ են ձևակերպում մեր օրակարգում, եթե կա ամենայն հայոց կաթողիկոս գործող, նման պահանջ չի կարող լինել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը քաստինգ էր հրավիրել, ցանկանում էին վեհապարին փոխել, բայց կարծես ժողովուրդը չհավաքվեց։ Ինքը քաստինգներ կարող է կազմակերպել, բայց բոլորովին այլ ոլորտում։ Սրբազան հայր, ամեն դեպքում դուք չպատասխանեցիք Քիչ չէ, արդյոք Պապնոթովի հետ համեմատությունները մտահոգիչ չեն այս համատեքստում եւ ֆիզիկական։ Անցյալ օրը ես մի հաղորդում էի դիտում, շատ հետաքրքիր դիտարկում եղավ, ասացին, որ պետք է նաև ուշադրություն դարձնել, թե Պապ Թագավորը ինչով ավարտեց։ Կարծում եմ, Պապ Թագավորի հետ համեմատության մեջ գտնվել փափագող անձինք, նաև այդ ասպեկտով պետք է նայեն այդ կերպարին։ Ինչպես։ Ինչի նկատմամբ նկատմամբ։ Ձեզ ասեմ, ես որևէ առումով, որևէ սահմանափակում չեմ տեսնում իշխանությունների գործողությունների մեջ, հաշվի առնելով իրենց սանձարձակությունը, բայց ամեն դեպքում հավատում եք, որ իսկ սանձարձակ գործողություններ կարող են։ Ես որևէ բան չեմ բացառում, դատելով իրենց նախընթաց գործողությունների տրամաբանությունից, բայց անկեղծ ասած դա առանձնապես ոչ վախ չի առաջացնում, որովհետև մենք ամեն ինչ էլ տեսել ենք, պատրաստ ենք։ Այս ընթացքում դուք քննարկումներ ծավալել եք։ Ինչը կիսատ թողեցի։ Հենց դա է հարցում։ Եպիսկոպոսած դասով քննարկումներ ծավալել եք Փաշինյանի այսպես պլանավորած հարձակումների մասով եւ ինքը եկեղեցին իր համար ինչ-որ քայլերի հաջորդականություն որոշել է, թե ոչ։ Ինչ-որ անելիք ունի, թե պարզապես լուր նստելու է եւ սպասի իրադարձությունների զարգացումներին։ Սյուզի ջան, մենք քննարկումներ ունենում ենք, բայց ես չեմ կարծում, որ այդ քննարկումների կամ այդ քննարկումների արդյունքների կամ մեր պլանավորումների մասին կարիքը կա, որ ես հանրայնորեն հնչեցնեմ։ Մենք հետևում ենք իրադարձություններին, իհարկե, պատրաստ ենք, որոշ ծրագրեր, որոշ մտադրություններ, մտածումներ ունենք, կարող եմ վստահաբար ասել, որ բոլոր հնարավոր սցենարների համար մենք ունենք լուծումներ։ Ընդգծված է վեհապար հայրը, թե ոչ։ Ոչ։ Սրբազան Պատասխանեցի։ Եվ մտավորականները գիտեմ, որ նաև ձեզ դիմել են, որովհետև իրենք էլ ինչ-որ նախաձեռնություններ ունեն։ Մենք հավատանք, որ մտավորականությունը ոտքի կկանգնի եւ կպաշտպանի հայ առաքելական եկեղեցին։ Մտավորական ասվածը շատ առազգական հասկացություն է, բայց իհարկե կան բազմաթիվ անձինք, ովքեր իրենց գործի, հայրենիքի եկեղեցու նվիրյալն են եւ պատրաստ են։ Իսկ ազգային անվտանգության ծառայությունը այս ընթացքում թեկուզ աննկատ փորձում է հսկողություն իրականացնել մայր տաճարում, թե ոչ։ Հաշվի առնելով նաև տխուր նախադեպը ասում։ Հաշվի առնելով ձեր դիտարկումը, որ աննկատ, ես չեմ նկատել։ Սրբազան ներողություն եք հարցերս շատ դեպքերում եկեղեցին չի պատասխանում իշխանական թևի գրառումներին, ինչու։ Եվ կարող է արդյոք դա ազդակ հանդիսանալ, որպես իշխանական թևը ավելի ինտենսիվ գրառումներ անի։ Գիտեք, մենք չենք կարող բռնցքամարտի սրահի վերածել եւ այսպես հրմշտոց դարձնել այդ բանավեճը։ Իրենք ամեն դեպքում հարցերին սվիններով մի ընդունեք։ Որ հարցերին։ Ոչ մեր կողմից լրագրողների, որովհետև մենք իշխանության բարձրագույն ղեկավարն ենք գրառումանում եւ մենք որպես լրագրող պետք է հարցնենք դա։ Դա ինչի մասն է, մեր աղջիկը ասացի։ Հա։ Ես թույլ չտվեցիք պատասխանը։ Չէ, ոչ։ Չունեք իրար հետ։ Չէ, ունենք։ Չէ, խանգարեց։ Չէ, ուղղակի երևի դա համեցեք։ Ինչ պետք է ասեի, միտքս։ Ինչու եկեղեցին չի արձագանքում հաճախ իշխանության գրառումներին եւ կարող է դա ազդակ Գիտեք, այն ինտենսիվությամբ, այն խանդավառությամբ, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ ստատուս, գիտեք ինչ, ճշմարտությունը տեսնում ենք հաճախախոսության մեջ, շաղակրատանքի մեջ, ապա մենք դե պրոբլեմ ունենք։ Եթե մեկը շաղակրատում է, չի նշանակում ճշմարտությունն է խոսում։ Եվ ես չեմ կարծում, որ մենք կարիք ունենք սեփական ճշմարտացիությունը հաստատելու համար, ուղղակի տրվենք զազրախոսությանը։ Դրա համար էլ քիչ են գրում։